Վստահ եմ մեր բազմահազար հայրենակիցներ, ոչ միայն Հայաստանում, այլև Սփյուռքում եւ ինչու ոչ, նաեւ ոչ հայեր, հա, անհամբերությամբ սպասում են խոսքը Քրիստոսի արձանի շինարարության մասին է։ Պարզ է, որ արդեն շինարարական բուռն աշխատանքները սկսվելու են շուտով։ Այս պահին էլ մեր էկրաններին մենք տեսնում ենք մի գեղեցիկ տեսահոլովակ, պարոն Ծառուկյան, որը ավարտվում է հետևյալ գաղափարով. սա ազգային վերածննդի, ներքին համերաշխության եւ աշխարհին ներկայանալու խորհրդանիշն է։ Գիտեմ շատ առիթներ եք ունեցել այս նախագծի մասին խոսելու, բայց ես կխնդրեի եւս մեկ անգամ, որն է ձեր ուղերձը այս նախագծում եւ արդյոք կարելի է դիտարկել հենց ազգային ինքնության եւ համախմբման համատեքստում։ Ուրեմն ասեմ, դա իմ նպատակն է, իմ ծրագիրն է, իմ ցանկությունն է եղել եւ իմ ընտանիքի որոշումն է։ Այո, ազգային վերածննդի ներքին հաշտության համերաշխարհան աշխարհին ներկայանալու խորհրդանիշն է դա։ Ու ամենակարևորը ուզում եմ մի բան ասել մեր ժողովրդին, որ բոլոր գումարները կառուցելու համար նախատեսված է իմ ընտանիքի կողմից։ Ես շնորհակալ եմ, թույլտվությունը տրված է, շինարարությունը սկսել ենք։ Միայն նախապատրաստական աշխատանքներ եւ կնշվի բացման օրը, իմ ցանկությունը մեկն է, որ արձանը կառուցվի քրիստոնյա մեր ժողովրդի կողմից, դա ազգային կառույց է, հզորությունը, մեծությունը աշխարհում մեկ, որ հայ ժողովրդի, քրիստոնյա ժողովրդի կողմից է կառուցվել, ազգային կառույց է։ Սա պետք է լինի, կամ ասենք թե մեր քրիստոնյա, մեր հայ ժողովրդի բարեկամներին, որ բոլորի համար սա պետք է լինի հույսի, հավատի, լույսի նպատակների իրականացման տեղ։ Սա մեր ազգի վերածննդի հաշտության համերաշխարհական խորհրդանիշ աշխարհին։ Հարցազրույցել կտամ արձանի հետ կապված եւ առավել մանրամասներ մեզ կապված։ Ավելի մանրամասներ կասեմ, այո, թող պահպան լինի մեր ազգին, մեր ժողովրդին, թող մեզնից երես չթեքի, ամեն ինչ լավ է լինելու։